Երկար բանակցություններից հետո ժամանակն է ստորագրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը և առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ։ Այս մասին Ղազախստան կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում իր գործընկեր Մուրադ Նուրտլեոյի հետ հանդիպումից հետո համատեղասուլիսում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, Հայաստանի դիրքորոշումը հստակ է. երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի իրականացում Ալմաթայի հռչակագրի դրույթների հիման վրա, նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացում, առաջնորդվելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանության ու իրավազորության անվերապահ հարգման, հավասարության և փոխադարձության սկզբունքներով։ Ակնհայտորեն համապարփակ կարգավորման համար կարևոր է նաև մարդասիրական հարցերի հասցեագրումը, այդ թվում անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը։ Միրզոյանը հիշեցրել է, որ Ղազախստանի արտաքին գործերի նախարարն ի սկզբանե հանգամանալից ծանոթ է եղել Հայաստանի տեսլականին և կառուցողական մոտեցումներին, քանի որ նախորդ տարի Ալմաթիում հյուրընկալել է Միրզոյան Բայրամով հանդիպումը։ Այսօր շեշտել եմ, որ երկար բանակցություններից հետո հիմա ժամանակն է ստորագրել համաձայնագիրը և առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ու տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ։ Միրզոյանը նաև նշել է, որ Ղազախստանի իր գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ օրակարգի և գործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։ Այսօրվա մեր քննարկումներում բնականաբար անդրադարձել ենք երկկողմ գործակցության առևտրատնտեսական բաղադրիչներին։ Մենք միակարծիք ենք, որ երկկողմ առևտրաշրջանառության ներուժը զգալիորեն գերազանցում է ներկայիս ցուցանիշները։ Այս համատեքստում պայմանավորվել ենք կրկնապատկել ջանքերը մեր երկու երկրների կառավարությունների միջև 2024-25 թվականների առևտրատնտեսական գործակցության ճանապարհին քարտեզի կյանքի կոչման, նաև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման ուղղությամբ։ Միաժամանակ կարևորել ենք գործարար կապերի խթանումը նախորդ տարի կազմակերպված հայ-ղազախական առաջին բիզնես ֆորումի և առաքելությունների օրինակով։ Երկուստը կարևորել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և տրանսպորտային լոգիստիկ կապուղիների արդյունավետ կիրառմանն ուղղված ջանքերի համադրման պահանջվածությունը։ Միրզոյանն ընդգծել է, որ Ղազախստանի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծին։ Կողմերը խոսել են նաև տարածաշրջանի և դրանից անդին մյուս երկրների դրական արձագանքների ու նախագծի կյանքի կոչման մասին։ Ղազախստանցի գործընկերոջս հետ անդրադարձ ենք կատարել նաև երկկողմ գործակցության այլ ուղղությունների, այդ թվում էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, նորարար կրթության ոլորտում, նաև ապակենտրոնացված գործակցությանը։ Թերևս այս բոլոր ուղղություններով գործակցության զարգացման ճանապարհին կարևորել ենք նաև ուղիղ չվերթների շարունակական իրականացումը։ Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի բոլոր ոլորտներում նախաձեռնությունների արդյունավետ կյանքի կոչումը ոչ միայն միտված են երկու երկրների փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության խորացմանն, այլև մարդկանց մեջ շփումներին, երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և ձևավորված բարեկամությանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։